Ինչ եք անում նոյեմբերի 12-ին ժամը 8-ին։ Եկեք stage, stand up and jazz։ Ջազը միքսել ենք։ Ալա սպասեք հələ յա։ Stop։ Ջազը միքսել ենք stand up-ի հետ։ Նես լավ բան է ստացվել ժողովուրդ ջան։ Տոմսերը թիկետ միկետում ավաճառվում։ Սիրելի հետևորդ եւ ոչ միայն հետևորդ, ուզում եմ մի անգամից ներողություն խնդրեմ անցյալ եթերը Կադիրովի տեղը մի երկու անգամ ասել եմ Դուդաև։ Հետո իհարկե գրել եմ որ կներեք, բայց դե դուք ոչ եք արթում, դες միայն արա Դուդաև չի Կադիրով։ Արա օրը սարել, բայց դուրակ եմ։ Կներեք, սխալվել եմ, հա։ Դե լավ, նա անցնենք առաջ։ Նախ բարև ձեզ։ Գնանցվեք ալիքիս, այո, լայք դրեք, եթե կարելի է, որովհետև ինչ-որ բան է կատարում ալգորիթմերի հետ, YouTube-ի բոլորի տեսանելիությունն իջնում է, դա Չինաստանի և Ամերիկայի կռիվն է ոնց որ թե, որի տակ մենք էլ ենք ընկնում, կաբելը տեով է գնում։ Լավ, մի խոսքով, ասելս այն է, որ ակտիվ եղեք էջում, հնարավորին չափ, նաև Patreon-ում մի քանի կոպեկ եթե կարող եք գցեք, չէ կարող մի գցեք, կռիվ մի արեք այդքան բան։ Հիմա այսպիսի մի բան եկեք քննարկենք իրար հետ, հաճախ մարդը ինչ-որ մի գործ անելու համար դիմում է միջնորդներին, ասենք բնակար անվաճառելու կամ մարտնելու համար գնում է դիմում ասենք բրոկերներին, հա, դրանք բրոկերները ավելի գործը հեշտացնում են, բայց ավելի թանկ է նստում իրականում, քաղաքականության մեջ միջնորդներ են լինում, հա, եթե ինչ-որ մեկը մի միջնորդ է լինում, ապա այդ միջնորդը վերցնում է իր պատասխանատվությունը, կատարվեցին այդ պայմանավորվածությունները թե ոչ, հա, որ ասենք երիտասարդ ժամանակ, ասենք, երբ որ մաման ուզում է աղջիկ ճարի քեզ համար, որ փսակվելու համար, միջնորդների է դիմում, ամուծիկ ուլիներ կային առաջ, եթե Սունդուկյանը հիշում եք, սնդեր կային, այդպիսի կերպարներ կային, միջնորդներ, հայ Սուրբ Առաքելական եկեղեցին հանդիսանում է որպես միջնորդ մարդու և Աստծո միջև, որն է իր քյարը, այսպես ասած, դա այն է, որ մենք պաշտում ենք այդ եկեղեցուն, խոսք հավատացյալների մասին է, հանգանակություններ ենք տալիս, նա ազատված է ինչ-որ հարկերից, սահմանադրության մեջ, եթե չեմ սխալվում գրված է, որ նա հատուկ, առանձնահատուկ տեղ ունի մեր, ասենք, բանում, կյանքում, հա, կամ միգուցե նշված է, չգիտեմ, բայց մենք այդպես ենք վերաբերվում, որովհետև կան բազմաթիվ այլ կրոնական կազմակերպություններ, որոնք հատուկ տեղ չեն գրավում, հա, և հանդիսանում է միջնորդ։ Հիմա եկեք հասկանանք, արդյոք այն միջնորդ է թե ոչ։ Դուք գիտեք, որ ես ագնոստիկ եմ և եկեղեցու հետևորդ չեմ, բայց այդ հարցը ինձ միշտ հուզել է, մանավանդ այս վերջի տարիներին, երբ որ վերջի տարվա այս բազարից հետո, երբ որ սկսվեց այդ հակամարտությունը եկեղեցի իշխանություն, ուզում եմ հասկանամ, լավ, վերջապես եկեղեցին մեզ պետք է, թե պետք չի, օրինակ, ինձ ասենք, հա, դենց առանձնապես, ասենք, որ ասեմ, դենց անհրաժեշտություն եմ զգում եկեղեցի գնալու, ես շատ հաճախ գնում եմ խոնարհված եկեղեցիներ, ինձ այնտեղ ավելի հետաքրքիր է, այդտեղ չկա տերտեր, չկան շատ հավատացյալներ, հետաքրքիր է, նորմալ է, ինչ-որ տենց անդոր է իջնում վրա ինչ-որ հաճելի մի տեղ, հա, պատմություն կա այդ ամեն ինչի մեջ, բան, հա, գիտես, որ եկեղեցին ոչ թե ինչ-որ երեկվա ինչ-որ մի բարերարն է սարքել, որպեսզի իր մեղքերից ազատի իրան Աստված, այլ 1000 տարի առաջ է սարքված եղել։ Միգուցե էլի բարերար է սարքել, չգիտեմ, բայց այդ բանը չկա, խարանը չկա, հա, իր վրա, եկեղեցի է ու վերջ, խոնարհված անտառի մեջ։ Եկեք հասկանանք, այդ միջնորդի դերը եկեղեցին կատարել է այսքան տարիներ, թե ոչ։ Եթե կատարած լիներ, ինչպես եք կարծում, այդքան աղանդներ մենք ունենայինք, ինչի են մարդիկ գնում և ընդունում տարբեր աղանդներ, մենք տեսել ենք, չէ, Հայաստանում ինչքան են այդ աղանդները, կատաստրոֆիկ շատ,
Ստեղ էլ կան, նայում ես, տեսնում ես, բայց մեծ մասամբ կաթոլիկ են, ասենք, մարդիկ, հա։ Մեզ մոտ էլ իհարկե մեծ մասամբ հայ առաքելական եկեղեցուն են հարում, բայց աղանդները շատ են եւ որն է դրա պատճառը։ Պատճառը այն է, որ այն հոգեվոր սովը, որ մարդը ուզում է բավարարի, այդ եկեղեցին իրան չի տալիս ուղղակի։ Նա չի հանդիսանում միջնորդ, երբ որ տերը Բենտլիով է, երբ որ տերը բիզնեսներ ունի, երբ որ նա անառակ կյանքով է ապրում, այդ միջնորդին այլևս չես հավատում։ Դու պատկերացրու գնում ես բրոկերի մոտ, ասում ես ախպերս տուն եմ ուզում առնեմ, այդ բրոկերը ասում է հա, բան թղթերդ բեր, բայց հետո իմանում ես, որ այդ բրոկերը հարբեցող, ուռող, ծակվող ինչ-որ մի իդիոտի մեկն է, որ ասենք ահագին գործ տապալել, հա, բան արի, ասում ես չի ախպեր ջան, ինչ կրի դու իմ գործը մի արա։ Դու որպես միջնորդ մի հանդիսացի իմ եւ այդ գնորդի միջև։ Ես ավելի լավ ուրիշ միջնորդ մանգամ, կամ անեմ մենակ ինքս։ Թեպետ եւ վտանգավոր է առանց բրոկերի տուն առնել ծախելը, որովհետեւ պայմանագիր չկա, բան չկա, միլիոն բան կարող լինի, ես ինչ իմանամ, չէ՞ որ բրոկերն ամեն ինչ անում, էլի։ Եվ այդ բրոկերին այլևս չես վստահում։ Կներեք, որ դες կոպիտ օրինակ եմ բերում, որովհետեւ դե կյանքից եմ ուզում օրինակ բերեմ, որպեսզի հասկանաք, ինչու համար այսօրվա հոգեվորականը չի կարող լինել միջնորդ հավատացյալի եւ Աստծո միջև։ Իհարկե կան եւ այսպես հավատացյալներ, որոնք որ այնքան հավատացյալ են, որ համարում են, որ այդ հոգևորականին Աստված է ուղարկել միգուցե եւ ինչ էլ չանի, ոչինչ նա աչք է փակում է, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին իսկապես ունի ինչ-որ մի կարևոր մի դեր մեր կյանքում, հա, եւ դրա համար լավ դե ջայնամ, ինչ ուզում ալի, հա, ինչ ուզում են ասեն, մեկը մեր կաթողիկոսն է, մեկը մեր քահանան է, մեկը մեր սրբազանն է, հա։ Բայց մեծ մասը ժողովրդի հավատացյալների, որոնք որ պիտի լինեին, պիտի քահանային, կաթողիկոսին, սրբազանին, հոգևորականին ընդունեին որպես միջնորդ իրենց եւ Աստծո միջև, որ իր խոսքը ավելի հեշտ է ասում, իր խոսքը, ով իր խոսքով է։ Այլևս այդ վստահությունը չկա եւ վստահությունը չկա ոչ թե նամար որ Նիկոլ Փաշինյանը է պատից ընկավ ու իմացավ որ ինչ որ մի սրբազան իր քերակնոջ կնոջ հետ է կամ էսի ինչա կամ էսի ինչա չէ ով չգիտե դրա մասին ինչ դուք չգիտեիք դրա մասին բոլորս է գիտենք մենք շատ լավ գիտենք որ իշխանությունը դա օգտագործում հա ընտրություններից առաջ հիմա մի թշնամի է պետք որ գտնի գտնել է, որտեվ առաջ թշնամինով էր, Քոչարյաններ, Սերժներ, բաններ, բայց դե իրանք ինչ թշնամի, Ալեն Սիմոնյան ինքը ասեց, պարտիկը երազա են տենց ընդդիմություն ունենային, որ ամենական ոտերը սրբերի վրեն ու գնային առաջ, չէ՞։ Հա, համեր գիտեք, այդ ընդդիմությունից ով էլ չանցնի, ասեն, քաղաքապետ կամ ես մյուսը բան տանստելու, որտեվ ծեր խոցելի է այդ մարդը։ Ինչպես եղավ, հա, Վարդան Ղուկասյանը ձեզ օրինակ բանը Վարդանիգը, հա, ասեմ, հա։ Եվ պետք է էլի մի տենց մի թշնամի, մի տենց մի բազար, պետ բան դրա համար հիմա այդ սաղը ջրերես են հանում գնում են եկեղեցի, բանով, Աստված ջանեսի, պետք է մաքրենք եկեղեցին, հա, թե չէ տենց մեզ մեռել է եկել, բան, ապա, չոքերիդ խփում ենք, ամենական մտածում ենք, էլ ոնց դենքան իլ որ եկեղեցին մաքրենք։ Այն մարդը, որ ուզենա իսկապես ինչ-որ մի բան անի, ռեֆորմներ անի նաև եկեղեցական, դա ամենավերջի հանգրվանն է։ Առաջինը դատական իշխանությունն է, չգիտեմ, բանակն է, ոստիկանությունն է, կրթությունն է, ի վերջո, որը որ իսկապես ամենաառաջնայինը պիտի լինի ռեֆորմների տակ պիտի ընկներ։ Ամենայն դեպս չեմ ասում, սաղ պիտի դզել շտկեր, դզել շտկեր երբեք չի լինի, բայց գոնե կտեսնենք, որ ինչ-որ մի գործ է արվում, ինչ-որ մի գործը արվում է ոչ թե ինչ-որ, ասենք, տենց, բան, տենց, ոնց ասեմ, ասենք, պատը ճակացա, բայց աբո ես կպցնում, ենքան որ այդ ճակը չերևա, հա, չէ, իսկապես ինչ-որ գործ արվեր, հա, ու հիմա էլ եկեղեցուն անցնեն, ասեն դե հա, ու ինա գիտեք ինչ, եկեղեցին եթե ուզում ես մաքրես, պետք է մարդկանց ոչ թե բռնես նրա համար բան անես, մարդկանց նախատես եւ քննադատես դրա համար, որ իրանք իրաց քերակնոջ հետ են կամ երեխա ունեն կուսակրորին կամ եթե չէ։ Չէ։ Եթե փորես տակը լիքը բանդուց կգա, լիքը։
բիզնեսներին կպնեց, այդ բիզնեսները հաստատ հարկ չեն մուծում, լավ կամ վատ, ասենք իրանց ասենք բանի գործակալ լինելու, միլիոն բան կա, ասենք, ասում был бы человек, статья найдется, հա, մի հատ բան ունեի, ցանոթ դատավոր ունեի, դες բաներ էր ասում։ Իրականում իսկապես շատ հեշտ է ասենք, մանավանդ բոլորը խոցելի են, հա։ Իսկ մտնել մարդու ռուսիկի մեջ էդի գտնելը բան, ասենք, իշտում ես բարոյական դաշտ, իսկ դրա իրավունքը չունի ոչ վարչապետը, ոչ պետությունը։ Դա եկեղեցու ներքին գործն է, իրանց բանի մեջ կղանքի մեջ թոտապակվեն, տենց էլ լինեն, մի հետո ասել իրանց աստված կամ կների կամ էլ ոչ։ Ինձ որ вообще չի հետաքրքրում, բացարձակ։ Վերադառնանք միջնորդի ձեր բանին, թեմային, հա։ Եկեղեցին այսօր միջնորդ չի, շատ պարզ պատճառով, որովհետև ժողովրդից հեռացել է։ Ժողովրդից հեռացել է վերջի այսինքն 30 տարի առաջ։ Ես խոսել եմ, չէ, բանի, Վազգեն կաթողիկոսի մասին, դրանից առաջ կաթողիկոսների ստերեոտիպ բան։ Իրանք մի քիչ ավելի, ոնց ասեմ, ոչ թե շնորհքով էին կամ բան, մի քիչ ավելի մարդկային էին, հա։ Նայում էիր, ասենք, ինչ որ շնորհք կար վրեքները, գտասրտություն կար, այդքան բամբասանք չկար իրանց հանդեպ։ Դա ճիշտ է, այն ժամանակ ինտերնետ չկար առանձնապես, հա։ Բայց մենք գիտենք, չէ, որ այս կաթողիկոսը փող է սիրում մենակ, գիտենք, չէ, որ լիքը խոնարհված եկեղեցիներ կան, բայց այդ խոնարհված եկեղեցիները իրան բացարձակ չեն հետաքրքրում, ոնց որ են գիտնական Սավել Կարապետյանը լուսահոգի հիշում եք, որ ասեց մոտեցանք, ասեցինք, ման ասեց, ինձ չի հետաքրքրում այդ եկեղեցիները։ Ինձ մենակ փող է հետաքրքրում, փող կբերի, չէ, բացեք նայեք Սավել Կարապետյանի էջը, ինչա նա ասում է այսօրվա կաթողիկոսի մասին։ Եվ ընդհանրապես հոգևորների մասին, հոգևորականների մասին։ Ոնց կարա նա լինի միջնորդ։ Եկեղեցին ունի ոչ միայն միջնորդի դեր, բաները, հոգևորականները եկեղեցին, այլ նաև ունի այլ շատ կարևոր դեր, որը որ մեզ հայերիս համար օդի եւ ջրի նման պետք է միաբանելու, իրար միացնելու։ Սփյուռքում դա շատ է զգացվում։ Մարդն քանի ժամանակ աստեղ եմ, զգում եմ, որ ասենք, մարդիկ հավաքվում են եկեղեցիում խոսում, բայց կարող է հավատացյալ էլ չի։ Կարող գրում է եկեղեցի բամբասելու, կարևոր չի։ Բայց ինչ որ մի տեղ է, որտեղ հավաքվում են մարդիկ, միանձը չեն, դաշնակ ես, ռամկավար ես, հնչակ ես, հավատացյալ ես, հավատացյալ չես, ով ես, ինչ ես, կարևոր չի։ Միաբանելու բան, իսկ այսօրվա այս գործընթացը որ կա, ոչ միայն պառակտեց հասարակությունը, այլ նաև եկեղեցին։ Եվ դրա շնորհքը իհարկե Նիկոլ Փաշինյանինն է։ Ոչ թե այն քահանաներին, որոնք որ քերրու կնգա հետ են քնում, բան, չէ, իրանք միշտ էլ կային ու ունելու են։ Դա նորմալ բան է այդ կուսակրոնությունը, ելնելու են, ոնց կա չլինի։ Ինչքան կարելի է ասենք, տես նստել ու տես բան աղոթել։ Դա բնականաբար է, դա նորմալ է։ Բան չի, 7-րդ, 6-րդ դարը չի, հա, կարող է մեջները լինեն, ասում էլի, խոսել եմ դրա մասին, բայց մեծ մասամբ տենց է։ Ու ոնց որ եկեղեցին ժամանակին հանեց կուսակրոնությունը կանանց շրջանում, որովհետև հայերը միշտ բազմանալու խնդիր ունեն, մենք չենք կարա մեր հարևանների նման խոզի պես բազմանանք, 7-8 ծրտեք դուս, բան չէ, մենք մեր երեխեքին մի քիչ ուրիշ ձև ենք վերաբերում։ Երեխա ունենալով մտածում ենք, երկուսից ավել դժվար ենք ունենում, ու եւ այլ, մեր կանայք ավելի կրթված են, իսկ բարձրագույն կրթությունը դա ամենալուրջ հակաբեղմնավորման նյութն է, ու եւ այլն։ Դա լրիվ ուրիշ թեմա է։ Ու դրա համար հանեց այդ բանը, հա, այդ օրենքը, կուսակրոն կանայք չկան հայ առաքելական եկեղեցում, ու փառքաս, ու տղամարդիկ կան։ Մի տղամարդ կարա մի 7 հատ կնկանից երեխա ունենա, պրոբլեմ չի, ու տենց էլ անում են, ըստ երևույթին Աստվածահաճո գործ է անում, նա ով որ իր քեռա կնգա հետա։ Լավ, Աստված իրանց հետ, ես բացարձակ չի հետաքրում այդ բարոյական մասը։ Բայց այդ այդ իրար միացնելու, հա, այդ որպես սոսինց, եկեղեցին էլի իր ֆունկցիան չի կատարում, բացարձակ չի կատարում, տեսեք ինչ պառակտման բերեց այս ամեն ինչը։ Դա ոչ թե նրա համար է, որ այ Փաշինյանը սկսեց մաքրել եկեղեցին, այլ նրա համար է, որ էլի
Хотели как лучше, а получилось как всегда։ Շատ լավ բառ է ռուսը ասել մի անգամ, միշտ այնց է ստացվում, որ ասենք վատ է ստացվում վերջում։ Որովհետև պետք է պետությունը մտնել ոչ թե բարոյական դաշտ, որի բարոյական իրավունք նա չունի։ Բարոյականության մասին ոչ սահմանադրությունում կա գրած, ոչ քրեական օրենսգրքում, չկա տենց բան։ Կա օրենք, հիշում եք, որ բանա, Ֆեմիդան բանա, չէ, աչքերը կապա, կապած է աչքերը, նա կույր է։ Նա իրավունք չունի տենց բարոյականությունից, գթասրտությունից, ասեմ ինչից խոսի։ Պետությունը այդ նույն ֆունկցիան է կատարում։ Նա իրավունք չունի խոսի բան բարոյականության մասին։ Նա պետք է խոսել քրեական օրենսգրքից։ Նա պետք է բոլոր այն քահանաներին, ովքեր որ կոռումպացված են, ովքեր որ գործակալ են, այն նրանց վզից բռներ։ Ու կարևոր չի կաթողիկոսն է կամ էսի մեջ, կողեր բանդ։ Ու այդ դեպքում կլներ մաքրում լուստրացիա, բայց դա իրան պետք չի։ Փաշինյանին պետք է ուղղակի մի հատ տրֆը սարքի, մի հատ գոռան, ճվան, բազարը լինի, տան իրար սպանեն, սատկացնեն, պառակտվեն, բան, որ ինք իր ընտրությունները սեղսնի էթա։ Այդ դա է, դες դրանում եմ ցավում, ոչ թե նրա համար, որ հիմա եկեղեցում, տեն չէ, այ քեզ ման ինչ ուզում են թողանեն։ Ինձ ինչ, հավատացյալը թող մտածի, կուզի այդ քահանան իր միջնորդը լինի, թե ոչ։ Ինձ միջնորդներ պետք չէ, եթե որոշեմ ասուն աղոթեմ, ես տունը կնստեմ կաղոթեմ։ Եվ իդեպ ասեմ, որ հավատացյալների կամ ագնոստիկների ավելի, ագնոստիկների զգալի մասը, հենց այդպես է, մեզ պետք չի գնալ մոմ վառել, քահանայի ձեռը, մտնում ես, թե խաչը դեմ են տալիս, պաչի, լավ է, մի ասել էի։ Այդ խաչը 50 հոգի մարդ է պաչում օրը, խիպտի ես, որ հիվանդ չես, խիպտի պաչեմ։ Ինֆեկցիայի բուն է, ես այլ կերպ ես նայում դրան։ Խաչին նամից ոչ թե սրբություն կամ էսի մի, որովհետև եթե նա տեն սիմվոլ է, դա սիմվոլը թող մնա։ Բայց որ կողում են բերանտ ասում են պաչի, կամ նշխար են տալի ասում են կեր։ Կամ ջուր են թափում վրա, ասում են վсё, դու մեռոնված ես, ումս վեդրոներով թափեք այդ ջուրը։ Միևնույն է, այն մարդուն, որ դրա մեջ չի, դա как с гусева вода։ Էդ էլ է դարքի բառը։ Մի խոսքով ժողովուրդ ջան։ Բոլորն են մեղավորը հանպետությունը, որովհետև իշխանությունը, այսինքն որ սխալ տեղից գնաց եկեղեցին մաքրելու, այսպես ասած, եւ եկեղեցին, որ դրա առիթը տվել է, ժողովրդից հեռացել, աղանդները վխտում են Հայաստանում, եւ կան նաեւ վտանգավոր աղանդներ, մարդու ասենք խղճի ազատությունը հարց չկա, աղանդը, մարդը որոշել է, որ ինքը ձու չի եւ այլևս արծիվը թռնում է շեշ դուսատալի այնտեղից այս բաներ են անում ու խոսում են սուրբ հոգու լեզվով, հարց չկա, իրանց գործն ինչ ուզում են թողանեն, հարց չկա։ Բայց կան նաեւ վտանգավոր աղանդներ, որոնք որ մարդու հոգեբանության վրա են ազդում, մարդու կյանքի հետ են, այսպես ասած, կյանքին վտանգ են սպառնում եւ այլն, աստվածաբանական թեմաների չխոսեմ, առանձնապես չեմ հասկանում։ Բայց հայ սուրբ առաքելական եկեղեցին իհարկե մեծ ֆունկցիա ուներ կատարելու, որը չկատարեց Արցախի պատերազմի ժամանակ։ Խնդրեմ, այս վերջի ես էլի առիթ եղել ասեմ, որ ասենք բլոկադայի ժամանակ մի հատ ծպտուն չանեցին այդ քահանաները, երևի մորաքրոջ ծոցում էին, զբաղված էին, չէին կար, ավելի դուրս գործեր կար, էլի, հեղափոխության ժամանակ ձեն չանեցին, հիմա ձեն չմոբշիմարա, իրանք ենքան, որ իրանք իրանց բիզնեսը, իրանց խանութը, իրանց բիզնես ինչ միջնորդ է, դուք ասել նման եք, եկեղեցին նման է այն ալկոգոլի կուրող, ծակվող բրոկերին, որին կյանքում չես վստահի քո տան գրքու բանը, վկայականը, սեփականության, որպեսզի նա գնա կադաստր, ասենք գնա բան ու կադաստրն են տվյալ դեպքում, եւ բան անի, ասենք քո գործարքը կատարի, բացարձակ։ Եթե այդպես հոգեվոր մոտենանք հարցին, այն փոքր անմիտ երեխու աղոթքը ավելի շուտ կհասնի Աստծուն, քան թե այդ քահանայի այդ օրնանքը, բան, որ օրնում եմ քեզ, բան, որդիս, որդիակս եւ այլ։ Այդքանը ժողովուրդ ջան, ինչ ասեմ, կուսին եկեք ներկայացմանս, էդ էլ ձեռի հետ ասեմ, հիշեցնեմ, տոմսերը տիկետ-միկետում են վաճառվում, ստենդափ եւ ջազ է լինելու, նոր երգեր ենք սովորել մեր բենդի հետ։
շատ լավ ուրախ եմ գալինելու, կյանքը այնքան էլ վատ չի, որքան կարող է թվալ։ Աշխատեք լավ բաները տեսնել, այո։ Իսկ լավ բաները այն է, որ չգիտեմ, ինքներդ մանեք, ես ինձ համար լավ բաներ շատ եմ գտել։ Տեսեք, ինչ լավ տեղ եմ նստած, ինչ լավ պարկ կա, ինչ լավ մաքուր, սիրուն։ Այո, եւ շփվում եմ ձեզ հետ, իսկ ձեզ շփվելը ինձ համար մենակ հաճույք է մենակ շփվելը։ Ինչ եք անում նոյեմբերի 12-ին ժամը 8-ին, եկեք stage, stand up and jazz, ջազը միքսել ենք։ Ama սպասեք հələ, յա, stop, ջազը միքսել ենք stand up-ի հետ, մեզ լավ բան է ստացվել ժողովուրդ ջան, Տոմսենը թիկետ միկետ եմ ավաճարվում։